եթե տեսնում եք, մենք ունենք Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալված նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Գագիկ Բեգլարյանին կալանավորերի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրանքեր առաջադրել 27 միավոր անշարժ գույք յուրացնելու եւ պետությանը 2.3 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար։ Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ըստ քննչական կոմիտեի նրանք անցնում են Երևանի Վալերի Բրիսովի անվան համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործով։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ դրան օժանդակելու հոդվածներով։ Նույն գործով ձերբակալվել են նաեւ Գագիկ Խաչատրյանի որդին Արտյոմ Խաչատրյանը, Բրիսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հարություն Թադևոսյանը։ 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Տեղեկությունը հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրան ենթադրաբար մեղադրում են ընտրակաշարք տալ կամ ստանալու համար։ Սահակյանին ձերբակալել էին 3, այսօր արդեն կալանավորելու որոշում է կայացվել։ Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, սոցցանցի իրերում հայտնել է փաստաբան Վարազատ Հարությունյանը։ Խոսքը 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու մասին է։ Մեջբերում փաստաբանի գրառումից։ Ընդ որում 3 տարի շարունակ 2023 թվականից նախաձեռնված վարույթով որևէ գործողություն չկատարելուց հետո օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննություն ավարտելու եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ մեջբերման ավարտը։ Քննչական կոմիտեն խուզարկություններ եւ քննչական գործողություններ է իրականացնում Արմատ մեդիա լրատվական գործակալությունում։ Հայտնի է, որ գործողություններն իրականացվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։ Ըստ ԶԼՄ-ների քննչական մարմինն արգրավել է լրագրողների հեռախոսները, ինչի պատճառով խաթարվել է նաեւ նկարահանման ընթացքը։ Լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Լրատվական կայքի խմբագիր Նելի Ավետիսյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է իրավիճակին, նշելով. Ինչ կատարվում է այս պահին Արմատ մեդիայի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա։ Ռուսաստանը Հայաստանին կխնդրեր արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում, նշել է Դաշնության նախագահը։ Պուտինի խոսքով ժամանակին հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը պնդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նա կցանկանար, որ ապագայում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի չափանիշները համընկնեն, ձևավորելով միասնական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ, սակայն ներկայում դա անհնարին է։ Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ըստ նրա, այս հարցի շուրջ քննարկումներն այժմ ընթացքի մեջ են։ Գալուզինը շեշտել է, որ Դաշնությունը աջակցում է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային կապերի լիակատար ապաշրջափակմանը, ինչը անհրաժեշտ է 3+3 ձևաչափի շրջանակում լիարժեք աշխատանքի համար։ Բացի այդ, Պաշտոնյանը հայտնել է, որ Վրաստանը կարևոր գործընկեր է այս հարթակի համար եւ առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։ Իսրայելը Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով էլիտար զինվորական եւ հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում։ Սա մերձավոր արևելքում Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար ստեղծված գաղտնի կետերի ցանցի մի մասն է եղել, հայտնել է CNN-ը։ Ըստ աղբյուրների, իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային մի քանի վայրերում Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ, որոնք ամենամոտ կետում ընդամենը 60 մղոն հեռավորության վրա են գտնվում իրանական Թավրիզ քաղաքից։ Բացի Ադրբեջանից, Իսրայելը գաղտնի ռազմական կետեր ու բազաներ է ունեցել նաև Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Սոմալիլենդում։ Այս երկրներ
երկրների պաշտոնական կողմերը հերքել են իրենց տարածքում իսրայելական ուժերի կամ բազաների առկայությունը։ Ադրբեջանից իրականացված առանցքային գործողություններից է եղել մարտի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության բաժնի ղեկավարի սպանությունը։ Դրանից մեկ օր անց անօդաչու սարքերը հարվածել են Նախիջևանի օդանավակայանին, ինչի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Իրանին, այն անվանելով ահաբեկչություն, թեև Իրանը հերքել է իր կապը։ Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքներին։ Լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ օդային հարձակումների են ենթարկվել Նաբաթիա, Թուլ, Թուլին, Կաբրիխա եւ Տիր բնակավայրերը։ Սա տեղի է ունեցել օրեր առաջ Վաշինգտոնում համաձայնեցված հրադադարի ֆոնին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի հետ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը նախագահ Թրամփին կարգադրում է զերծ պահել ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։ Չնայած պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, թե Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններն ավարտվել են, բանաձևն ընդունվել է 215 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթղթի հաջորդ կանգառը Կոնգրեսի վերին պալատն է, Սենատը, որտեղ նույնանման նախագիծ եւս շրջանառվում է։ Երկու պալատների վերջնական որոշումից հետո նախագահը պետք է ստորագրությամբ հաստատի այն, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։ Մարկո Ռուբիոն ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պնդել էր, որ Իրանի դեմ էպիկական ցասում գործողությունն արդեն իսկ ավարտվել է։ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին, իսկ ամերիկյան գործողության նպատակը, ինչպես շեշտել է Ռուբիոն, երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։ Ֆրանկֆուրտի օդանավակայանում Լուֆտանսա ավիաընկերության Boeing 787 ինքնաթիռի առջևի հենասարքը կոտրվել է։ Տեխնիկական այս խափանման պատճառով օդանավի քթամասը հպվել է գետնին։ Միջադեպի ժամանակ անձնակազմի մի քանի անդամներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։